Պատկերացրու քայլում ես փողոցով ու գտնում ես մի պայուսակ։ Բացում ես ներսում 1 միլիոն դրամ։ Ոչ մեկ չի տեսել, ոչ մի տեսախցիկ չկա։ Ինչ կանես։ Շատերը կասեն, որ ես դա չեմ կողացել, պարզապես գտել եմ։ Բայց իրականում այդ գումարը քեզ չի պատկանում։ Եթե գիտես, որ դա քոնը չէ, եւ որոշում ես պահել քեզ, դու յուրացնում ես այն, ինչը քոնը չէ։ Հենց սա է 8-րդ պատվիրանի իմաստը՝ մի գողացիր։ Այս պատվիրանը միայն կողոպուտի մասին չէ։ Այն վերաբերվում է մեր ազնվությանը նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ ոչ ոք չի տեսնում։ Բնավորությունը երևում է ոչ թե այն պահին, երբ մարդիկ հետևում են քեզ, այլ այն պահին, երբ դու կարող ես անել սխալը ու վստահ ես, որ ոչ ոք չի իմանա։ Գողությունը սկսվում է ոչ թե ձեռքից, այլ սրտից։ Նախ մարդը համոզում է ինքը իրեն, որ սա խնդիր չէ, հետո միայն դրանից հետո անում է հաջորդ քայլը։ Աստված ցանկանում է, որպեսզի մենք լինենք այնպիսի մարդ, որոնց կարելի է վստահել, անկախ նրանից, մեզ տեսնում են, թե ոչ։ Սիրելի ընկերներ, հիշեք, որ ազնվությունը չի չափվում նրանով, թե ինչ ես անում մարդկանց աչքի առաջ, այլ նրանով, թե ինչ ես անում, երբ քեզ տեսնում է միայն Աստված։ Ես Հովսեփ Սահակյանն եմ, 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցու հովիվ։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, կարող եք բաժանորդագրվել իմ ալիքին, հավանել այս տեսանյութը եւ կիսվել այն ձեր ընկերների հետ։